Ողջույն բոլորին, դուք զուտ եք ալիքում եք ու այսօր մեր սիրած թեման է կամերաների փորձարկում։ Բոլորով գնում են նոր iPhone 17, միշտ բողոքում են, ասում են իմաստ է հեռախոսի առնելու, նույն ձևա նկարում ոնց որ իմ հին iPhone-ը, բայց այս անգամ մենք վերջնական մի հատ կհասկանանք։ Իրոք նոր iPhone-ը 17 Pro Max-ը ավելի վատ է նկարում, քան հին iPhone 13 Pro Max-ը։ Երկուսի վրա էլ մենք դնելու ենք ամենալավ կարգավորումները, այդ կարգավորումները մի հատ ուշադիր կնայեք, նույնը կկրկնեք ձեր iPhone-ի հետ ու նոր կսկսեք նկարահանում անելը։ Իսկ կարգավորումները դուք հիմա կտեսնեք։ Ուրեմն երկուսի վրա կարգավորումները արված են։ Հիմա մենք կփորձենք սկսել ամենապրիմիտիվ ֆոտոից։ Պարտադիր կամերայի օբյեկտիվները մաքրում ենք, մատնահետքերը միշտ մնում են վրան, շատ կարևոր է, որտեղ հետո ֆոտոն շատ վատ որակի է ալնելու։ Հիմա ես օրինակ վիզուալ որ ասեմ, քանի որ բնականաբար սա iPhone 17-ը ու նոր է, իր պայծառությունը ավելի բարձր է, ավելի լավ է երևում։ 13-ը մի քիչ ցածր է, բայց էլի երևում ամեն ինչ։ Մենք կանենք մի քանի նկար, իրար կողք կդնենք ու դուք մի հատ կնայեք, որը ավելի շատ ձեզ դուր կգա, բայց ես հələ որ վստահաբար կարամ ասեմ, որ iPhone 17 Pro Max-ինը ավելի լավն է։ Ուրեմն կամերաների տարբերությունը ակնհայտ է։ Թվերով որ նայենք, Թվերով որ նայենք, iPhone 17-ինը, 17 Pro Max-ինը 48 մեգապիքսել է, իսկ iPhone 13 Pro Max-ինը ընդամենը 12։ Այն ժամանակ դա իհարկե թույն էր, բայց հիմա արդեն դա հերիք չի։ Իսկ ուլտրաշիրիկը ու տելևիկը էլի նույնպես 12 ու 48 մեգապիքսել են։ Տարբերությունը շատ մեծ է, ակնհայտ է, բայց մարդիկ կան ում կարա դուր չգա iPhone 17 Pro Max-ի նկարի որակը։ Դա իրականում շատ բանից կարա կախված լինի, նույնը լույսից, նկարելու ձևից ու կարգավորումներից։ Դրա համար միշտ փորձեք նկարել լավ լույսով, ճիշտ կարգավորումներով ու սիրուն ռակուրսներով։ Ու դե սենց բան ասեմ, որ iPhone 17 Pro Max-ի դետալիզացիան ավելի լավն է, քան iPhone 13-ինը։ Դա փաստ է, դա ամենտեղ գրված է, կարող եք ստուգել։ iPhone 17 Pro Max-ի վրա, ինչպես ասացի, դետալիզացիաները ավելի լավն են։ HDR-ը դարել է ավելի բնական։ Ու այդ ամեն ինչի արդյունքում ավելի մանրակրկիտ, ավելի դետալնի է երևում մաշկը, շորի տեքստուրան եւ այլն։ iPhone 17 Pro Max-ի ուլտրաշիրիկ կամերան ինքը էլ որպես ինչ որ զապաս կամերա չի կամ ինչ որ պրիկոլնի ֆիշկա չի iPhone-ի մեջ, ինքը արդեն պալնացենի sense լիարժեք 48 մեգապիքսելնոց կամերա է։ iPhone 17 Pro Max-ի գիշերային նկարահանումը, ֆոտոները էլի լավացել են, շումը քչացել է, նկարների գույները ավելի լավ են փոխանցվում ու գիշերը որ նկարում ես, sense թեթև sense խզվում է նկար, sense սմազա լինում, էդ էլ են քչացրել։ iPhone 17-ի վրա բացի 1x-ից կա 2x, 4x, 8x, իսկ iPhone 13 Pro Max-ի վրա 1x, 0.5 ու դե 3x։ Ֆոտո անելուց հիշեք, որ ամենակարևորը դուք նկարեք օրինակ iPhone 17-ի դեպքում կամ 1x-ով, կամ 4x-ով, կամ 0.5-ով։ Ինչի՞։ Որտեղ օրինակ 0.5-ով որ նկարում եք, ինքը նկարում է հենց իր 0.5 կամերայով։ 1x-ը իր 1x-ով ու 4-ը իր հիմնական երրորդ կամերայով։ Իսկ այն մնացած թվերը 3.5x կամ չգիտեմ 5x, այդ ամեն ինչը պարզապես crop է, ինքը պրոստը zoom անում որակը վատացնելով, որակի հաշվին դուք zoom եք լինում ու նկարի որակը ընկնում է։ Դրա համար որպեսզի ստանաք ամենաբարձր որակով նկարները նկարում եք 1x, 0.5 ու 4x։ Դրա համար նկատած կլինեք, երբ որ օրինակ 3.9-ով ես նկարում, որակը արդեն վատ է, ու հետո որ մի քիչ էլ ես zoom անում, ինքը փոխվում է 4x-ի վրա, որակը լավանում։ Ուշադիր եղեք, հիշեք այս ֆիշկեքը, շատ կարևոր է այն մարդկանց համար, ովքեր որ կոնտենտ են ստեղծում։ Լավ, օքեյ, հիմա կնկարենք 0.5-ով։ Գնացինք, օրինակ այստեղ մենք կնկարենք 0.5-ով։ Վիզուալ շատ մեծ չի տարբերությունը երկուսինը։ Իրոք շատ մեծ չի, անգամ մեկ-մեկ դաժե sense նայում եմ ինձ 13 Pro Max-ի գույները ավելի շատ են դուր գալի, որտեվ ավելի սոշնի են, ավելի նասիշնի են։ Ուրեմն նաև sense մի հատ ֆիշկա կա, էլի սովորացնեմ ձեզ, ով չգիտի, դու կարաս ֆոտո անելուց կամ վիդեո անելուց էքսպոզիցիան բլոկ անես, որ ինքը չբարձրանա կամ իջնի։ Ինչա դա նշանակում։ Երբ որ դու iPhone-ով ավտոմատ ռեժիմի տակ նկարում ես ֆոտո կամ վիդեո, էքսպոզիցիան sense ֆունկցիա ունի, որ ինքը ավտոմատ ռեժիմի տակ կարա բարձրանա կամ իջնի։ Այս մեր լեզվով ասած իր յարկստը բարձրանում կամ իջնում է։ Դրա համար որպեսզի նկարը չփչանա դրանից, գոյություն ունի էքսպոզիցիայի բլոկիրովկա։
Այսինքն, երբ որ դու ֆոտո ես անում, հիմա ցույց տամ, տեսեք։ Նկարում ենք 4x-ով, ես սխմած պահում եմ էկրանին ու միանում է հեսա lock ու իջացնում եմ։ Ու ինքը մնալու է, ասենց չի փոխվելու ոչ մի բան։ Ես շարժեմ աջ ձախ վերև ներքև, էքսպոզիցիան չի փոխվելու, ինքը մնալու է հենց սենց։ Այդ շատ լավ ֆունկցիա է, նամանավանդ եթե դու ինչ որ տրենդներ ես նկարում, որտեղ որ պետքա բեքգրաունդը մնա նույն ձև։ Լավ ֆիշկա է։ Եկեք հիմա մի հատ փորձենք ֆոտոյի զումը։ Ես կարծում եմ 4x-ով ավելի ճիշտ կլինի նկարելը, որտեղ իրանք նկարելու են հենց իրանց տված կամերայով, իրանց տված մատրիցայով ու ոչ մի քրոփեր ու անորակ կադրեր չենք ունենա։ iPhone-ի դեպքում մենք 4x չունենք, կանենք 3x։ Համեմատած է, իհարկե 4x-ը ավելի մոտիկ է, քան 3x-ը։ Վիդեոյի մասով iPhone 17 Pro Max-ի ստաբիլիզացիան լավացրել են, քան նախորդներինը։ Իսկ պատկերացրեք iPhone 17-ի ու iPhone 13-ի արանքը ինչքան հեռախոսներ ա եղել ու հաստատ իմ կարծիքով տեսանելի կլինի իրանց տարբերությունը։ 4-ը կա 60 13-ի վրա, 4-ը կա 60, դնում եմ 17-ի վրա։ Փորձարկումը սկսված է։ Так, քայլում եմ առանց հատուկ չեմ շարժում ոչ մի բան, ուղղակի ուղիղ քայլում եմ։ Անզեն աչքով երևում է, որ iPhone 17-ի ստաբիլիզացիան ավելի լավն է, 13-ի ձորգերը զգացվում է, բայց կրիտիկ չի։ Իսկ հիմա եթե թեթև վազեմ, այս 17-ի վրա զգացվում է ասես ջորգեր, որ վազում են, բայց ինքը աշխատում է պահի ստաբիլիզացիան, բայց դա 13-ը вообще ոնց որ ոչ մի բան առաջ չլինի։ Явно երևում է, որ ես վազում եմ։ Հիմա դեմի կամերայի վիդեոն ենք անում, ուրեմն երկուսի վրա էլ դրած է 4-ը կա 60 ու դե տարբերությունը օրինակ իմ համար մեծ չի, այդքան էլ մեծ չի տարբերությունը, երկուսն է 4-ը կա, երկուսն էլ 60։ Էլ դրանից ավել ինչ է պետք։ Չէ, լավ են նկարում։ Սովորական։ Ախր Huawei չէ՞ որ թազա iPhone են անում, խեն ասում ժողովուրդը, որ ավելի վատ է նկարում, ինչ չեմ հասկանում։ Այդ հաստատ լուրջ եմ ասում, կարգավորումները պետք է մի հատ վերանայվի ու նկարելու հմտությունները մի քիչ լավացնել։ Նկարենք սինեմատիկ ռեժիմի մեջ, երկուսի վրա էլ միացրեցի, մտնենք որն է ավելի լավ բոկե էֆեկտ ստեղծում։ Ոնց որ թե հավասար է երկուսն էլ։ Ոնց որ թե հավասար է երկուսն էլ։ Անկեղծ ասեմ 13-ինը ոնց որ ինձ ավելի է դուր գալիս, 17-ինը Вещим։ Հա, ну в принципе հավասար է։ Շատ մեծ չի տարբերությունը։ Даже ասեմ ընդհանրապես տարբերություն ես չեմ նկատում։ Երկուսին էլ լավն է։ Ուրեմն slow-mo-ի համար iPhone 13 Pro Max-ի մեջ չկա 4-ը կա ֆորմատ, կա ուրեմն ինչ ամեն մոտ HD 240։ Եկեք երկուսի վրա դնեմ 120 fps, 13-ի վրա HD, 17-ի վրա 4-ը կա։ Բայց այս ամերիկացի գորգին շատ վախենալու է։ Ինքը բան չունի, ոնց որ դու որ նստում ես, այս մանումենտի ամերիկացի գորգին է, ինքը ապահովություն չունի իրականում։ Ինքը հենց դրանում է էքստրիմը։ Այսինքն կապող ոչ մի բան չկա։ Այնտեղ գիտես ինչ կա, որ նստում ես, այդ մտնելու տեղից մի հատ sense թեթև ցեփ է, sense չտեսնում ես, բայց այդ ցեփը կյանքում չի բրգի քեզ։ Արդեն շատ է սկսեմ մտնել ու դրա համար մենք selfie ֆոտո կանենք։ Այո։ Վաու, հա։ Այս sense։ Իսկ եթե ինչ-որ բան բաց եմ թողել, կոմենտներում գրեք ու չմոռանաք լայքել վիդեոն։ Եկեք մի հատ այս մթության ներքո ֆոտո անենք, տեսնենք ոնց է նկարում։ Չէ, դա լավ է նկարում։ Չէ, ավելի պարզ է նկարում, բայց հա, չէ, հաստատ ակնհայտ 17-ը ավելի լավ է նկարում։ Խնդրում եմ ինձ էլ չգրեք, չասեք, որ չի լինում, չի ստացվում, վատ է նկարում, նայում եք այս վիդեոն, դնում եք կարգավորումները, ոնց որ ես ցույց եմ տալիս, ու վերջ։
Կստացի հաստատ լսել եք, որ Apple-ը իր գները կտրուկ բարձրացրել է։ Ուրեմն ասեմ ինչի։ Քանի որ AI-ի վրա սպրոսը շատացել է, ու բնականաբար հիշողության վրա էլ է սպրոսը շատացել, ու դրա համար թանկացրել են հիշողությունը, օրինակ RAM-ի հիշողությունը։ Դրա համար բնականաբար Apple-ն էլ սկսեց թանկացնել իր ապրանքներից մի որոշ մասը։ Բաներ կա, որ չի թանկացել։ Բայց ասեմ ձեզ, եթե դուք որոշել եք все-таки ունենալ iPhone ու վախենում եք, որ գները թանկացել են ու հիմա թանկով եք առնելու, ասեմ ձեզ, որ կա մի հատ տեղ, որտեղ որ գները չեն փոխվել, նույն գներն է, ոչ մի բան չի թանկացել։ Դա իհարկե Team Telecom Armenian է, որը ի դեպ հանդիսանում է Apple-ի պաշտոնական գործընկերը։ Իսկ եթե դուք միանաք Bifree փաթեթին 12 ամսով դուք կստանաք 0% տոկոսադրույք, 0% կանխավճար ու 0% սպասարկման վճար։ Ու այդ ամեն ինչը գործում է ամբողջ տեսականով վրա։ Так что քանի ամեն ինչ չի թանկացել ու դու ուզում ես ձեռք բերել նոր iPhone, անցիր վիդեոյի տակի լինկով, նայի, հասկացի ու համեմատի գներ ու կհասկանաս, որ արժի։ Դե իհարկե եզրափակենք մեր վիդեոն գիշերային Երևանի ֆոտոներով ու վիդեոներով։ iPhone 17 Pro Max-ը ավելի արագ է նկարում գիշերային պատկերները, իսկ 13 Pro Max-ը ինքը մի քիչ մտածում է իրան ժամանակապետ, որ ինքը իր մեջ ինֆորմացիան обработка արվի։ Так что iPhone 17 Pro Max-ով ավելի հարմար է նկարել։ Դե ինչ այսօր այսքանը, եթե ձեզ դուր է եկել վիդեոն, բաժանորդագրվեք, դրեք լայք, իսկ եթե դուր չի եկել, սխմեք զանգակը։ Ձեզ դժվար չի, մեզ հաճելի է, ձերը դեր զուտ տեք ալիքը, բարի գիշեր ձեզ։ Пока։